Աշխարհին խաղաղության սպիտակ աղավնու դիմակով ներկայացող Ալիևը ավելացնում է Ադրբեջանի ռազմական ծախսերը։ Այդ երկրի կառավարությունն է հրապարակել 2026-ի պետբյուջեի նախագիծը, համաձայն որի գալիք տարում զինանոցի ընդհանուր գինը դարձնելու են 5 միլիարդ 120 միլիոն դոլար, այս տարվա թվից 3.8% ավելի։ Կոնկրետ զինված ուժերի և անվտանգության փողն ավելացնում են մոտ 90 միլիոն դոլար կամ 2%, հաղորդում է Ինտերֆաքսը, իսկ ընդհանուր առմամբ պաշտպանական գումարները կազմելու են Ադրբեջանի ամբողջ պետական բյուջեի բոլոր ծախսերի մոտ 21%-ը։ Չնայած խաղաղության պայմանագրի վերաբերյալ այս միջազգային ամբողջ այսպես կոչված շոուին, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջան հասնելուն պես Ադրբեջանի իշխանության վարքագծում ստեղծվեցին առկա եղան հակասական միտումներ, որը միշտ է եղել։ Ամբողջ փորձագիտական դաշտը աղաղակում էր այդ մասին։ Նախագահ Ալիևի կողմից ռազմական բյուջեի զգալի մեծացումը եւ ագրեսիվ հռետորաբանության կիրառումը նույնիսկ ԱՄՆ բանակցություններից հետո ցույց է տալիս միանշանակ, որ Բաքուն շարունակում է առաջնահերթությունը տալ ուժային քաղաքականությանը։ 2020 թվականին, այսինքն այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանն ուներ 2.2 միլիարդ դոլարի զենք։ Պատերազմի ավարտից հետո Ալիևն այս թիվը կես միլիարդով ավելացրեց, զինապահեստի ընդհանուր արժեքը դարձնելով 2.7 միլիարդ դոլար, հաջորդ 2022 թվականին արդեն 2.8 միլիարդ։ Հայաստանի հետ նստեցին խաղաղության պայմանագրի բանակցությունների սեղանի շուրջ, ռազմական ծախսերը դարձյալ ավելացրեց, բյուջեն դարձնելով նախ 3.3, հետո 3.7 միլիարդ դոլար։ 2025-ի համար նա իր բերանով ասած աննախադեպ ռազմական բյուջե ունեն մոտ 5 միլիարդ դոլար։ Հիմա այս շեմն էլ հատում են, մինչև ատամների ծայրը զինվում։ Ահա հայ-ադրբեջանական խաղաղության Ալիևի պատկերացումը։ Այս մոտեցումները միանշանակ հակասում են ցանկացած տիպի խաղաղության կառուցման տրամաբանությանը։ Նա բազմիցս ընդգծում է, որ հայ ժողովուրդը պետք է ընկալվի որպես մշտական սպառնալիք սեփական ազգաբնակության համար ու չպետք է մոռանալ անցյալի չարագործությունները։ Ու նման պետության հետ խաղաղ ապրելու տրամաբանություն չի կարող լինել։ Ալիևը շեշտում է ռազմական ներուժի հզորացումը անընդհատ, ինչը լեգիտիմացնում է իրենց սպառազինությունների կուտակումը։ Քաղաքագետն էլ առաջարկում է ուշադրություն դարձնել մեր քթի տակ անցկացվող զորավարժություններին, ժամը հաշվարկել է։ Այսպես, այս տարվա սկզբից մինչև հունիս Ադրբեջանն իրականացրել է ավելի քան 30 համատեղ եւ անհատական զորավարժություն, ընդ որում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո մարտից մինչև հունիս 26-ը, ինչպես Ադրբեջանի մասնակցությամբ, այնպես էլ այդ երկրի տարածքում։ Իլհամ Ալիևը շատ լավ հասկացել է մեկ բան, որ հիմա այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում կա ամենավաճառվող ապրանքը, որը կոչվում է հակառուսականություն, ռուսաֆոբիա։ Փորձում է արևմտյան հարգարժան գործընկերներին ցույց տալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոմիությանը, որ Ադրբեջանը պատրաստ է դառնալ Ռուսաստանի դեմ այն գործիքը, որով իրենք կարող են վերջնակետին հասցնել այն, ինչ իրենք սկսել են Ուկրաինայում։ Ադրբեջանը այս պայմանությամբ պատրաստ չէ պատերազմել ոչ Ռուսաստանի դեմ, ոչ էլ նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ադրբեջանի շրջապատում կա ընդամենը մեկ երկիր, որի դեմ ինքը պատերազմական գործողություններ իրականացնելու մտադրություն եւ հնարավորություն ունի։ Հայաստանի Հանրապետությունն է, հետեւաբար այս զորավարժությունները ուղղակի Հայաստանի դեմ։ Հենց այսօր էլ, իդեպ, Իլհամի երկրում ավարտվեց հավերժական եղբայրությունը, հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունը։ Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Քաթարն էին միավորվել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։